վարչապետ Սամվել Կարապետյանը հայտարարել է ընդդիմության համախմբման մտադրության մասին։ Արդյոք սա դիտարկում եք որպես հետընտրական զարգացում, չնայած ընթացքում շատ է խոսվել, որ ձեր քաղաքական ուժի կողմից, որ հետընտրական զարգացումներ չի կանխատեսում եւ այլն, արդյոք սա կարող է դրա նախերգանք դիտարկվել եւ ինչպիսի զարգացումներ կարելի է հետընտրական կանխատեսել։ Երկրորդ հարցս վերաբերում է թրիվ նախագծին, որ փուլում է ներկայումս այն գտնվում, արդյոք արդեն հայտնի է նախնական ներդրումների համար անհրաժեշտ կապիտալ կա, թե ոչ, եւ այդ ներդրումները ինչ մասնաբաժիններով է նախատեսվում։ Ձեր նշած համախմբումը նոր չի տեղի ունեցել, այդ համախմբում վաղուց է տեղի ունեցել, ուղղակի չէին հայտարարում, որ ժողովրդի տրամադրությունը չընկնի։ Այսինքն այդ ուժերը համախմբվելու ինչ է, այդ ուժերը նույն ուժն են, նույն կետից կառավարվող, նույն սկզբունքների հիման վրա գործող, այսինքն դա այդ ինչ նորություն է, ակնհայտ փաստ է դա։ Ինչ վերաբերվում է թրիփին, վերջերս, եթե չեմ սխալվում, նաև Միացյալ Նահանգներում որոշում կայացրեց, ինչ եմ ասում, որովհետև քարոզչության արձակուրդում լինելու բերումով ինչ որ բաներ գուցե բաց եմ թողել կամ այդքան էլ դիպուկ չեմ հասկացել, բայց Միացյալ Նահանգները արդեն ֆինանսավորման վերաբերյալ առնվազն նախնական որոշում են կայացրել եւ ֆոնդ են ստեղծել, որով պետքա ֆինանսավորեն թրիփ նախագիծը այդ թվում եւ տարածաշրջանային մյուս նախագծերը, ընդ որում մեծ ֆոնդ էր հատկացված, հիմա թիվը չասեմ չսխալվելու համար, բայց մեծ ֆոնդի հատկացումը արդեն արվել, իսկ մնացած մասով էլ Հայաստանի Հանրապետությունը ինչ պարտավորություններ ունի, բնականաբար կկատարի։ Հիմա արագ, այսինքն թուղթը ստորագրվեց, հիմա վավերացման փուլն է, բայց ֆորմալություններին մենք պետքա չսպասենք, մենք պետքա հնարավորինս արագ գնանք առաջ, եւ դա է եւ մեր եւ Միացյալ Նահանգների տրամադրությունն ու տրամադրվածությունը։